Տյառն գարեգին սրբազնագույն կաթողիկոսի։ Զեղչել թե չզեղչել այս նախադասությունը։ Սա էր քննարկվող թիվ 1 թեման վերջին շաբաթներին։ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց, մի խումբ քաղաքացիներ, այդ թվում կարգալույց մի քանի հոգևորական, սկսեցին Նոր Հայաստան Նոր Հայրապետ շարժումը։ Նրանք պահանջում էին Գարեգին II հեռացումը կաթողիկոսական գահից։ Մենք կարիք ունենք աղոթող, աստվածասեր, Աստված ջանչեցող կաթողիկոսի եւ համագարքի։ Այդ ժամանակ Փաշինյանը չաջակցեց շարժմանը եւ հայտարարեց, որ ինքը իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին։ Ավելին, նա կաթողիկոսի հետ սելֆի հրապարակեց, այն պատմական որակելով։ Ես կարծում եմ, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են եւ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Բայց, ինչպես տեսանք, միջամտեց։ Արդեն 6 ամիս է Փաշինյանը փորձում է իր խոսքերով բարենորոգել հայ առաքելական եկեղեցին։ Եկեղեցու եւ իշխանությունների հարաբերությունները լարվեցին 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո, երբ Գարեգին II հայրաբար հորդորեց Փաշինյանին հրաժարական տալ։ Թելադրված երկրի առջև ծառացած եւ ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին եւ ներքին լուրջ մարտահրավերներով եւ վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով հայրաբար հորդորեցին հանձնառություն ստանձնել եւ վայր դնել վարչապետի լիազորությունները, կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաեւ հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։ Հետագայում Գարեգին II կրկնեց իր հորդորը, նշելով, որ այն ժամանակով չի սահմանափակվում։ Իշխանություն եկեղեցի հարաբերությունները նույնիսկ հրաժարականից հետո այնքան լարված չէին, որքան այսօր։ Եվ ներսից էլ պիտի հարցերը լուծվեն մեզ։ Եկեղեցի իշխանություն հարաբերությունները սրվեցին 2024 թվականին, երբ Բագրատ arczepiskopos Գալստանյանը սկսեց Տավուշը հանուն հայրենիքի շարժումը։ Շարժման անդամները դեմ էին Տավուշի մարզում հատվածական սահմանազատմանը։ ՔՊԱ-ականներն այդ ժամանակ նշում էին, որ եկեղեցին իրավունք չունի խառնվելու պետության գործերին։ Լարվածության ամենաթեժ փուլն այս տարի էր։ Կառավարության մայիսի 29-ի նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց. Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Դրանից օրեր առաջ, մայիսի 27-ին, ամենայն հայոց կաթողիկոսը Շվեյցարիայում մասնակցում էր համաժողովի, որը նվիրված էր Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանմանը։ Համաժողովի ընթացքում կաթողիկոսը խոսել էր Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների, հայկական մշակութային օբյեկտների նկատմամբ ադրբեջանական վանդալիզմի մասին։ Վարչապետի եկեղեցիների չուլանացված լինելու մասին հայտարարությանն արձագանքեցին մի քանի հոգևորականներ, այդ թվում Գուգարաց թեմի առաջնորդը, Սյունիքի թեմի առաջնորդը եւ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Հաջորդ առավոտյան Փաշինյանն իր Facebook-յան էջում կատարեց քեռակնոջ մասին հայտնի գրառումը։ Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել։ Ինձ հետ ինչ գործ ունես։ Վարչապետի կինն ավելի հեռուն գնաց, նա հոգևորականներին մաֆիոզ, մանկապիղծ ու մոլագար անվանեց, այդպես էլ չնշելով, թե ում մասին է խոսքը։ Իսկ իրավապահները որևէ կերպ չարձագանքեցին նրա այս գրառմանը։ Աննա Հակոբյանն իր գրառման մեջ նաև նշել էր Շվեյցարիայում տեղի ունեցած համաժողովի եւ դրա ընթացքում կաթողիկոսի ելույթի մասին, անուղղակի հաստատելով, որ իշխանություններից սկսած արշավը կապված է նաև այս ելույթի հետ։ Երկրի գլխավոր մանկապիղծները Չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե այդպես էլ պետք է լիներ։ Չէ՞ որ Չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութանկյուններն են։ Հենց Չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը վաղուց արդեն համակերպված իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։ Շվեյցարիայում ինչ եք անում։ Ում եք անվտանգ ուղարկում հարազատ բնորան։ Ում եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտեք հոգևոր ինչ է։ Այ քեզ նորություն։ Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ Չուլաններից խոսակցություն է բացվել, թե չէ ինչու պետք է հարձակվեին պետության ընտրված ղեկավարի վրա։ Դրանից հետո Փաշինյանը գրառումների շարք սկսեց, խոսելով հոգևորականների բարեվարկության, կուսակրոնության խախտման մասին։ Նա նույնիսկ հայտարարեց, որ պետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում։ Հունիսի 9-ին նա արդեն պնդում էր, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ պետք է լքի վեհարանը։ Իշխանականները սկսեցին իրար հերթ չտալով տարածել Փաշինյանի գրառումները։
Կաթողիկոսի եւ բարձրաստիճան հոգեվորականների կողմից կուսակրոնության ուխտի խախտման մասին տասնյակ գրառումներից հետո հուլիսի 23-ին Փաշինյանը հայտարարեց վեհարանը վեհի շարժում սկսելու մասին։ Նա հրապարակեց այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեին շարժման անդամները։ Լինեն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ, մկրտված լինեն հայ առաքելական եկեղեցուն։ Իրենց ամբողջ հոգով հավատան մեր կենթանի Տիրոջը, Հիսուս Քրիստոսին։ Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը։ Վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահած լինեն մեծ պահքը։ Ամեն օր աղոթող լինեն։ Հավատան, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխանում է մեր նախնիների Սուրբ ավանդին։ Կհիշեք, օգոստոսին եկեղեցի իշխանություն արճակատումը որոշ ժամանակով ընդհատվեց, դե Փաշինյանը դադարել էր ստատուսներ գրել, բայց ամսավերջին հայտարարեց. Իմ պլանները չեն կարող փոխվել, չեն կարող փոխվել։ Դա անփոփոխելի պլան է։ Առաջին հոգևորականը, որ միացավ Փաշինյանի արշավին, Արագածոտնի թեմից էր։ Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր-Արամ Քահանա Ասատրյանը։ Նա եկեղեցու ներսում տիրող բարքերը զազրելի որակեց։ Կարճ ժամանակ անց Մայր Աթոռը նրան կարգալույց հռչակեց, դասելով աշխարհականների շարքին Ստեփան Ասատրյան անունով։ Հոկտեմբերի 26-ին Փաշինյանը մասնակցեց կարգալույց հռչակված Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին։ Կարգալույց քահանաների մատուցած պատարագներին մասնակցությունը շարունակական դարձավ։ Փաշինյանը նման պատարագների մասնակցեց Թալինում, Արարատում, Խաչիկում, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այս բոլոր պատարագներին նրան ուղեկցում էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, նախարարներ, մարզպետեր, համայնքների ղեկավարներ։ Հովանավանքը պատկանում է Մայր Աթոռին, կամ ինչպես վարչապետն է սիրում ասել, Մայր Աթոռն ունի Հովանավանքի կադաստրի թուղթը, բայց արդեն մի քանի ամիս է այնտեղ գործունեություն է ծավալում մի մարդ, որը չունի տարածքի սեփականատիրոջ, Մայր Աթոռի թույլտվությունը։ Եվ հետևություն մեզ համար, եթե հետևենք Քրիստոսին եւ ճշմարտությունը մշտապես, հաղթող պիտի դուրս գա։ Կուսակրոնության ուխտի խախտումը հանցագործություն չէ, մինչդեռ եկեղեցուն պատկանող գույքի, մասնավորապես Հովանավանքի զավթումը քրեորեն պատժելի արարք է, բայց իշխանությունը ոչ միայն չի փորձում վերականգնել եկեղեցու խախտված իրավունքները, այլև աջակցում է Ստեփան Ասատրյանին, որը ըստ մամուլում արկա տեղեկությունների փոխել է Հովանավանքի կողպեքը եւ գործունեություն է իրականացնում այնտեղ առանց Մայր Աթոռի համաձայնության։ Բայց սա դեռ սկիզբն էր։ Հոկտեմբերի 24-ին Տելեգրամյան նորաբաց մի ալիքում ինտիմ բնույթի տեսանյութեր տարածվեցին, որոնք վերագրվում էին Արշակ arczepiskopos Խաչատրյանին։ Սրբազանը հերքեց, թե տեսանյութերում ինքն է։ Մայր Աթոռում ստեղծվեց հանձնախումբ, որը պետք է ուսումնասիրեր Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութը։ Հարգելով Արշակ Սրբազանի անմեղության կանխավար կացը, միևնույն ժամանակ ձերդ սրբության ուշադրությանն ենք հանձնում այն փաստը, որ խնդրո առարկա տեսանյութը ծանրակշիռ մեղքի մասին է ակնարկում, որը խստագույնս դատապարտվում է հայոց կրոնական ժողովների կողմից, ինչպես նաև հավատացյալների շրջանում գայթակղություն եւ տարակուսանքի առաջացնում։ Նոյեմբերի 11-ին հանձնախմբի անդամները դիմեցին վեհափառին, առաջարկելով ժամանակավորապես կասեցնել Արշակ Սրբազանի գործունեությունը։ Ու մինչ Մայր Աթոռը քննարկում էր հանձնախմբի առաջարկները, Քննչական կոմիտեն հանձնախմբի անդամներին փոխանցեց տեսանյութերի փորձաքննության եզրակացությունը։ Ինչպես հետագայում պարզվեց, այդ փորձաքննությունը կեսեջանոց մի փաստաթուղթ էր, որում փորձագետը եզրահանգել էր, որ տեսանյութում պատկերված անձը նման է Արշակ Սրբազանին։ Քննչականի այս եզրակացությունը ստանալուց հետո 9 եպիսկոպոսներ հայտարարություն տարածեցին, կաթողիկոսին սրբապղծության հովանավոր անվանելով։ Եպիսկոպոսների այս հայտարարությունից հետո Փաշինյանը նրանց հանդիպման հրավիրեց։ Դրանից հետո նրանց մի մասը սկսեց հարցազրույցներ տալ պրոիշխանական լրատվամիջոցներին եւ բողոքել եկեղեցում տիրող իրավիճակից։ Մասյացոտնի թեմի առաջնորդն օրինակ, որը նախկինում պաշտպանում էր կաթողիկոսին եւ մեղադրում իշխանությանը եկեղեցու ներքին գործերին միջամտելու մեջ, եկեղեցին չի կարող լռել, երբ վտանգվում է ազգային միասնությունը, ոտնահարվում են հոգևոր ու բարոյական արժեքները, հարված է հասցվում պատմական հիշողությանը։ Հիմա կարծես այնքան էլ դեմ չէ, որ Փաշինյանը միջամտի եկեղեցու գործերին։ Պետք է դուրս գա քաղաքականությունից։ Միանշանակ եկեղեցին քաղաքականության մեջ է։ Ինչպես է բնորոշում այս ամեն ինչը։ Այսինքն վերջի անգամ այդ ցույցի մասնակցությունը ինչպես է բնորոշում։ Սամվել Հարապետյանը։ Ասեք, եթե դրանից առաջ ես եմ ելույթ ունեցել, ինչպես կբնորոշեք։
Ինձ են ասել, որ ելույթ ունեմ, թե չէ, երկրորդ անգամ երբ որ ինձ ասեցի, դա կլինի իմ ինքնաոչնչացումը։ Փաշինյանին միացած մեկ այլ եպիսկոպոս, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը ուշագրավ հայտարարություն արեց հանրային հեռուստաընկերության տաղավարում։ Նա նշեց, որ վարչապետի հետ քննարկել են քահանաների համար աշխատավարձ նշանակելու հարցը։ Եվ մենք գիտենք, որ շատ հոգևորականներ, մանավանդ սահմանամերձ շրջաներում եւ հեռու շրջաներում հազիվ ծայրը ծայրին են հասցնում տարբեր բանկերում ունեն պարտքեր եւ հնարավորություն չունեն շատ անգամ իրենց երեխաների առողջական խնդիրները ընտանիքի լուծելու եւ այսօր կառավարությունը առաջարկում է աջակցություն եւ օժանդակություն։ Սա հոգևորականներին գնելու հարց չի, սա սրտացավության խնդիր է, որ մեր կառավարությունը առաջարկում է։ Եպիսկոպոսների եւ Փաշինյանի հետ հանդիպումը տարակուսանք առաջացրեց շատերի մոտ։ Վարչապետին հանդիպած եպիսկոպոսների մի մասը ներքաշված է եղել տարբեր սկանդալների մեջ։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը օրինակ կապված էր օֆշորային սկանդալի հետ։ Մարդ ճգնաժամի ժամանակ սպայկա պետք է ունենա։ Եթե ճգնաժամի ժամանակ բոլորը փախնում են, ուրեմն դասալիք են։ Վայոց ձորի թեմի առաջնորդի բիզնես գործունեությունն ու հեկեր շահագործելը եւս սկանդալի առիթ էին դարձել տարիներ առաջ։ Փաշինյանն էլ նրանց հետ հանդիպումից բառացիորեն օրեր առաջ նրանցից ոմանց մեղադրում էր հակաեկեղեցական բարքերի մեջ։ Բայց հասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դու։ Վերջին պատարակը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, Գյումրիում էր, բայց այս անգամ ամեն ինչ այնքան էլ հարթ չանցավ։ Շիրակի թեմի քահանաներից եւ ոչ մեկը չհամաձայնեց Փաշինյանի նախընտրած ձևով պատարակ մատուցել, այսինքն զեղչել կաթողիկոսի անունը։ Գյումրիում պատարակի կազմակերպման ընթացքում պարզ դարձավ, որ այս գործով զբաղվում է ազգային անվտանգության ծառայությունը։ Որովհետեւ կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը։ Այստեղ երկու հարց է առաջանում։ Առաջին, եթե անգամ ընդունենք, որ Փաշինյանը ճիշտ է ասում եւ Գարեգին երկրորդը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, ինչպես կարող է պատարակի ժամանակ դրա անունը հնչեցնելը սպառնել Հայաստանի Հանրապետությանը։ Եվ երկրորդ, ինչու է Փաշինյանն արդեն կես տարի նրան մեղադրում կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ինչը քրեական հանցանք չէ, բայց որևէ իրավական քայլ չի ձեռնարկում իր ձևակերպմամբ սպառնալիքը վերացնելու ուղղությամբ։ Նա նաև որևէ ապացույց չի ներկայացնում իր ասածները հիմնավորելու համար։ Եկեղեցի իշխանություն հարաբերությունների սրվելուց ի վեր կալանավորվել է 4 բարձրաստիճան հոգևորական, այդ թվում Հայաստանում գործող թեմերից 3-ի առաջնորդները՝ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, Միքայել arczepiskopos Աջապահյանը եւ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Միքայել Սրբազանին առաջին Ասիանի դատարանը մեղավոր ճանաչեց իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Բագրատ Սրբազանը մեղադրվում է ահաբեկչության կազմակերպման մեջ։ Մկրտիչ Սրբազանը օրինական հավաքներին մասնակցելը խոչընդոտելու, իսկ Արշակ Սրբազանին վերագրվող մեղադրանքն ավելի քան 7 տարվա վաղեմության է։ Դատախազությունը մեղադրում է Սրբազանին 2018 թվականին Նոր Հայաստան Նոր Հայրապետ շարժման անդամներից մեկի պայուսակում թմրանյութ գցելու մեջ։ Այս պահին կարծում եմ եկեղեցիներում այդքան քահանա չկա, քան բերդերում նստած հա։ Բայց ժողովուրդ ջան, նավսյակի դուք ԱԱՑ-ի կողքից կամ բերդերի կողքից անցնում եք, խաչակնքվեք։ Համացանցում արդեն լուրեր են պտտվում, որ հաջորդ ձերբակալվողը գուցե ամենայն հայոց կաթողիկոսը լինի։ Նույնիսկ մեղադրական հոդվածների տարբերակներ են շրջանառվում։ Իսկ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում հայտարարում էր, որ հաջորդ պատարակը հնարավոր է էջմիածնում լինի։ Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք արդեն Մայր Աթոռ էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարակը։ Չորեքշաբթի դեկտեմբերի 10-ին Փաշինյանը ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում կաթողիկոսի տեղապահի նշանակումը։ Եթե նախկինում նա պնդում էր, որ տեղապահը պետք է նշանակվի ամուսնացյալ քահանաներից մեկը, ապա հիմա նա առաջարկում է այդ պաշտոնին նշանակել եպիսկոպոսներից մեկին։ Հավանաբար պատճառն այն է, որ հիմա Նիկոլ Փաշինյանն արդեն համախոհ եպիսկոպոսներ ունի։ Դեկտեմբերի 10-ին մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ դատապարտեցին եկեղեցու ներքին գործերին միջամտելու իշխանության գործողությունները։ Նրանք մեղադրեցին իշխանությանը սահմանադրությունն ու խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքը խախտելու մեջ։
Խստորեն դատապարտելի է նաև ՀՀ ուժային կառույցների, ներառյալ ազգային անվտանգության ծառայության կողմից եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշման գործադրումը։ Նման գործելավոճը ոչ միայն պետական պաշտոնատար անձին լիազորությունների չարաշահում է, այլև ազգային անվտանգության ծառայության գործունեության նպատակներից եւ խնդիրներից անթույլատրելի շեղում։ Մտահոգիչ ենք համարում նաև քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի գործադրումը եկեղեցու սպասավորների նկատմամբ, անօրինական եւ անհարկի ազդեցություն ունենալու նպատակով, այդ թվում կալանավորումը որպես պատիժ եւ հանրային իշխանություններին ցանկալի վարքագծի դրսեւորման նպատակով գործիք կիրառելը։ Անընդունելի է հանրային իշխանության ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակվող եւ եկեղեցու սպասավորների նկատմամբ ատելություն ու վիրավորանք պարունակող խոսույթի ձևավորումը։ Անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների ապօրինի տարածումը գործի դնելով ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր տեղեկատվական խողովակները։ Եկեղեցի իշխանությունը առճակատումը արդեն կես տարի է, երկրորդ պլան է մղել կարևոր հարցեր, որոնցով պետք է զբաղվեր պետությունը։ Հանրությունն այս առճակատման արդյունքում ոչինչ չի շահում։ Ավելին, ամեն կիրակի ահռելի վարչական ռեսուրս է կիրառվում Փաշինյանի ճաշակով պատարակներ կազմակերպելու համար։ Այս գործին լծված են ուժային կառույցները, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, պետական պահպանության ծառայությունը։ Արդյոք Գարեգին II-ը խախտել է կրոնական կանոններ, պետք է քննի եկեղեցին։ Պետությունն այստեղ անելիք չունի։ Հայ եկեղեցու պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ կաթողիկոսները հեռացվել են գահից, աքսորվել կամ սպանվել։ Օրինակ Գրիգոր Լուսավորչի թոռը, Հուսիկա կաթողիկոսը, սպանվել է Տիրան արքայի հրամանով։ Ըստ պատմական աղբյուրների նա քննադատել էր թագավորին հեթանոսական բարքերով ապրելու համար։ Իսկ Գրիգոր 5-րդ Քարավեժը ձերբակալվել է Լևոն II-ի կողմից, քանի որ վարում էր անկախ քաղաքականություն եւ չէր ցանկանում ենթարկվել թագավորին։ Թե ինչ հանգուցալուծում կստանա այս առճակատումը, հայտնի չէ։ Ակնհայտ է միայն, որ այս պահին երկու կողմն էլ հետ քայլանել չեն պատրաստվում։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, հետևեք մեզ սոցցանցերում եւ եթե կարևորում եք մեր աշխատանքը, միացեք մեր Patreon-ին, վճարելով ամսական սկսած ընդամենը $2։